Ես ուղղակի գաղտնիքը չի ուզում ասեմ, որ Ինտեր խաղացող շնորհակալություն Տիգրան, որ զուգահեռ խոսում ես արի կողքից կային։ Ասեմ, որ ուղղակի ասի գաղտնիքը բացեմ, որ Ինտեր թիմը հայտնի արդեն առաջարկել է 20 միլիոն Տիգրան ասեց, ոչ, ես գնամ թաքնված տաղանդ ապացուցելու այս ամեն ինչը ու միայն մեր հայ ազգի համար։ Տիգրան Մխիթարյան, միկրոֆոն։ Շնորհակալություն բոլորից։ Տիգրան ջան, ես ցնցված եմ քո անմիջականությունով, հա։ Ես կարծեմ կարելի է դիմել Գինեսի ռեկորդներին, ասենք այդ գրքին դիմել, չգիտեմ ինչպես, հա, ամենատեպս եթե մեր հաղորդումը քեզ այս շոուն քեզ դա օգնեց, ես ուրախ կլինեմ։ Ես հուսով եմ։ Այո, եւ կարծում եմ դու քո միսիան արդեն այս պրոյեկտի մեջ կատարեցիր։ Իսկապես դու շատ լավ տվյալներ ունես, քո խնդիրն է որ որևէ մեկը չի օգնել մի համար պատրաստել ուղղակի։ Ինչ որ մեկը որ կարողանա վստահ եմ որ նույնիսկ ինքը չգիտես էլ ինչեր կարող ես անել։ Ես կարծում եմ որ արժի ոչ թե այս մեխանիկական բաները, այսինքն անդադ նույնը կրկնելով դու փորձես այստեղ տանջվելով շարունակել մրցույթը, այլ իսկապես շատ լուրջ համարով մասնակցես մյուս մրցույթին։ Իսկապես, որտեղ ժամանակի վատնում է քեզ համար, դու նույնիսկ չէի պատկերացնում, որ ավելի լավատարբեր բաներ ցույց տաս, քան թե 500 անգամ այդ մենք նստենք հաշվենք, որ դու գլխով հարվածում ես։ Ուղղակի դու շատ լավ տվյալներ ունես, պետք է մեկի հետ խորհրդակցես, որ քեզ համար լավ համար պատրաստի։ Իսկ արդեն ժամանակն է, չէ՞։ Արտем։ Լինի ես վերջում ասեմ։ Իսկականից։ Մենք արդեն գնահատականներ ենք տալու։ Լավ, ես եմ սկզբից ասում, որ վերջինը չլինեմ։ Ոչ։ Ոչ։ Արդեն կարևոր չի, ոչ։ Շնորհակալություն։ 3 ոչ, Տիգրան, ցավոք սրտի դու լքում ես նախագիծը, բայց ես համենայն դեպս ողջունում եմ, հա, եկեք ծափարենք իրոք, որտեվ Տիգրանը եւ հաջողություն քեզ եւ ամեն ինչ արավ անպայման մտնես Գինեսի գրքի մեջ։ Ես համոզված եմ այդպես էլ կլինի։ Քեզ շնորհակալություն։ Գնդակը կմնա ինձ մոտ։ Անկախ ամեն ինչից մասնակիցները շնորհավոր են Տիգրան։ Շատ ջերմ են մեր մասնակիցները այսօրվա գրիշը։ Շատ շնորհակալություն բոլորից, շատ հեռուստաընկերություն նախագծից, բոլոր կազմակերպիչներից, անձինս ձեր հեռուստավարմամբ։ Շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Մխիթարյանին։ Կարծես թե մրցակիցներ չլինեն, այլ ընկերներ լինեն, մեկը մյուսի համար ցավում են։ Հաջորդը Սոնա Թելոյանն է։ Սոնա, նախորդ անգամ ինչ էիր ներկայացրել։ Նախորդ անգամ ես ներկայացրել էի լատինամերիկյան պար։ Այսօր ինչով ես զարմացնելու թե հանդիսատեսին եւ թե ժյուրի անդամներին։ Այսօր ես ներկայացնելու եմ իմ պարերից, իմ բեմադրած պարից մեկը եւ ներկայացնելու եմ ձեզ։ Պարը դու ես բեմադրել։ Այո։ Պարուսույթ չունես։ Ոչ, ինքնուս եմ։ Սոնան ինքնուս է, ճանապարհենք Սոնային բեմ եւ տեսնենք թե ինչ կասեն ժյուրի անդամները։ Եվ այսպես պոպուրի ներկայացնում է Սոնա Թելոյանը, Սոնա Թելոյան։
Սոնա Թելոյան։ Եվ բազմաթիվ շորերի կտորներ տարածքում ոնց են ճիշտ պրոֆեսիոնալ այսպես լսում ենք ժյուրի անդամներին։ Դե դատելով նրանից, որ գործընկերներս սեղմեցին կոճակը, իրենք դրական չեն տրամադրված, ես ուզում եմ եւ ինչ որ իմաստով բացատրել դա եւ նաեւ խրախուսանքի խոսքեր գտնել։ Հարացման։ Չէ, խրախուսանքի նկատի ունեմ Սոնային։ Այո։ Սոնա ջան, լավ հնարանք էր, որ հագուստները հանում ես, փոխում ես եւ տարբեր պարեր ես ապարում։ Պետք է տարբերությունները շատ լինեին, շատ հակադիր տեսակի պարեր լինեին, կարելի էր եւ նույնիսկ կարող էի տղայական պարել, ասենք տղայի հագուստները նաեւ տղայի լինեին։ Այդ լավ հնարանք էր եւ հետագայում դու կարողանաս օգտագործել դա, որովհետեւ շատ ճկուն ես եւ արտիստիկ ես, պարում ես լավ, ասում եմ նույնիսկ մարմնամարզական։ Ինչ են ասում իդեպ այդ հնարքին, այդ որ ոտքերը բացած նստում է։ Շպագատ։ Շպագետ։ Այսինքն տես ինչ լավ տվյալներ ունես, եւ սա ուղղակի պետք է զարգացվեր, կատարելագործվեր այս համարը շատ բազմազան լիներ ու տարբեր, որ այդպես մի ցած հնցվեին, որ էլ ինչ կա, ինչքան կարող է կերպարանափոխվել, որտեղ դու դրա բոլոր տվյալները ունես։ Ես շատ դրական եմ տրամադրված քո հանդեպ։ Ուզում եմ, որ դու չհուսահատվես այս ազդանշաններից։ Երբեք։ Շնորհակալություն Վիոլետ Գրիգորյանին ջերմ բառերի համար։ Ես ոչինչ չեմ կարող ասել խորեոգրաֆիայի մասին, ասեմ, որ ռեպերտուարը դուրս չեկավ, այդ մեր կանալն էլ առանձնապես դուրս չեկավ, այսքանը։ Ես ուղղակի ափսոսում եմ այն հնարավորությունները, այն վառվռուն աչքերը, այն ինչու ոչ շնորհքը, հա, գոնե չասեմ տաղանդը օգտագործվում է սխալ։ Այդ ճաշակը ինձ իմը չէ, չգիտեմ, սուբյեկտիվ է իհարկե։ Ես չեմ ասի թե չեմ սիրում այդ պարերը, չէ, սիրում եմ, ես հաճույքով այդ պարերը, որ դու պարում ես Սոնա ջան, գնայեմ ընկերների շրջապատում, միտեղ նստած, չգիտեմ, տենց, միգուցե Հալեպում կամ Դամասկոսում։ Սերգեյ, օրինակ դու լավ ես պարում, անկեղծ։ Ոչ իհարկե։ Դու շատ լավ դերասան ես։ Հապա ես չեմ պարում, չէ, պարել չգիտեմ առանձնապես, ինչ կա որ Նախանձ։ դերասանը պիտի պարի։ Երկար խոսակցություն է, վերլուծական խոսակցություն է, հավես չունեմ խոսել, այդքանը։ Հասկացա։ Արտյոմ Երկանյանին հարց, Արտյոմ, ես նկատեցի, որ համարյա կեսը, եթե ոչ բոլորը պարի, ուղղակի մի կողմ եք շրջել եւ չէինք նայում։ Ես ասացի, ռեպերտուարին ես վստահորեն եւ հաճույքով ասում եմ ոչ։ Ռեպերտուարին ոչ Սոնային։ Գուցե ռեպերտուարը ոչ, բայց համաձայն որ Սենան